առաջի մի 4 ժամը անցավ, դրա համար կարելի է մի փոքր գոնե հասկանալ կամ ընդհանրացնել ինչա կատարվում։ Առաջնային հարվածները նախատեսված էին Իսրայելի կողմից բարձրագույն ղեկավարության ոչնչացմանը, ԱՄՆ-ի կողմից հրթիռային պոտենցիալի ոչնչացմանը։ Դա պարզ կլինի օրվա վերջ, դեռևս Իրանը չի հայտարարել, Իսրայելն է չի հայտարարել, որ ինչ-որ մի թիրախի խփել է, հայտնի է, որ ամենի ինչ են կարողացել վերացնել, Փեզեշքյանը ինչ են կարողացել վերացնել, խոսում էին մենակ բանակի հրամանատարին գլխավոր այդ բանին, մի գեներալ անուն նշվում, հատամին այսպես կոչված Իրան են վերացրել, բայց դրա հաստատումը դեռևս չկա, կտեսնենք կլինի թե ոչ, բայց ակնհայտ է, որ այն հունիսի 12-ի թեման չի եւ հունիսի 12 օրվա պատերազմի թեման չի եւ Իրանը պատրաստ էր։ Իրանը պատասխանել է մոտարապես մի 40 րոպեի ընթացքում առաջի հարվածից հետո, ինչը նշանակում է, որ առնվազն հրթիռային զորքերի կամ ինչ անդեղ օդային բաների տիեզերական զորքերը ոնց է կոչվում իրանց մոտ դրա հրամանատարությունը վերացված չի, շտաբը վերացված չի եւ այդ բաները շղթաները կառավարման եւս գործում են։ Ինտերնետ չկա, բայց դրանք գործում են։ Հարվածները հասցվել են Իսրայելի հյուսիսին մի քանի հարված է հասցվել, երևի թե դա նրա համար է, որպեսզի Իսրայելը չկարողանա շատ կենտրոնալ, միևնույն ժամանակ Իրանը հարվածել է Պարսից ծոցի բոլոր երկրներին, որտեղ կան ամերիկյան բազաներ, հիմնականում ամերիկյան բազաներին է հարվածել, ընդ որում չի սահմանափակվել ընդհուպ մինչև Դուբային։ Դուբայի շրջակայքում կա ինչ-որ ռազմական բազա, խոսքը դրա մասին է։ Բահրայնում, որտեղ 5-րդ նավատորմի շտաբն է հարվածը նույնիսկ տեղահասը շտաբի տարածքում է անկել հրթիռը, նույն բանը Քաթարում, նույն բանը Ամանում, այսինքն Հորդանանում։ Սա նշանակում է, որ Իրանը մասնավորապես աշխատում է կոնկրետ, Էրբիլում են խփել ամերիկյան բաներին մոտիկ, բազային մոտիկ, սա ավտոմատ կերպով վերացվում է պատերազմը տարածաշրջանը, ինչն հենց Իրանը տենց էլ հայտարարում էր։ Սա ինչ-որ ռազմական բաներով այն մարդով նստած սպիտակ տանը հայտարարել է, որ չգիտեմ ինչ-որ իրանք բանը իրանական զորքերը պետք է հանձնվեն, հայտնի չի ում հանձնվեն, որովհետև ոչ ներքին բան կա, ընդվզում կա այս պահին, այսինքն չկա ինչ-որ մեկը, որ ասի ես եկել եմ իշխանությունը վերցնելու։ Իսկ իրանք հայտարարում են, որ իրանք ուզում են Իրանի պոտենցիալը ոչնչացնեն։ Միևնույն ժամանակ ասելով, որ դուք պետք է հանձնվեք, ում հանձնվեն, смысле ինչ անեն։ Սա տարօրինակ հայտարարություն է, явно դեմենցիայի մեջ մարազմատիկ անասուն է։ Դա հնարավոր չի էլ ինչ-որ կերպ մեկնաբանել, այլ ինչ ում հասկացանք։ Հա, բացի դրանից հայտարարել են, որ ինքն նավատորմը կվերացնի, ընդունենք վերացրեց, բայց ուկրաինական պատերազմի պարագայում մենք տեսնում ենք, որ նավատորմի արկայությունը որևէ կերպ չի սահմանափակում երկրի հնարավորությունները հակառակորդի նավատորմը կոնկրետ տարածքից վտարելու։ Փաստացի ամբողջ Պարսից ծոցը դա Իրանի ակնհայտ է, չէ՞, Պարսից ծոցը Պարսկաստանի վերահսկողության տակ է, նույնիսկ եթե դրանք ասենք փոքր կացերներ են, ինչպիսիք Ուկրաինայում է կիրառվում, եւ ոնց որ ասում են Նինա դե լալա, հիշեցնեմ, որ ասենք Շահեդը իրանական ռազրաբոտկա է, մեծ հաշվով եւ ինքը Ուկրաինային հենց հիմա ոնց որ փորձում են դրանով անունակ համանել, վստահ եմ, որ եթե խոսքը վերաբերվի փոքր պատերազմներին, այսինքն կարճ տարածքների վրա Իրանը ինչ-որ բան ունի ներկայացնելու, ինչը շատ վատ է իրականում տարածաշրջանի համար ընդհանուր առմամբ, ամբողջ տարածաշրջանի այն անել կարան գնի, առավել եւս որ ամերիկացիք հայտարարել են, որ սա մի քանի ժամվա օպերացիա չի, մի քանի օրվա օպերացիա է։ Ինչ վերաբերում է Իսրայելին, իրանք ինչ-որ զորակոչել են 70,000 բան, մոբ, ինչի համար չգիտեմ, բայց դե ոչ զորակոչել են, ստացվել է, ինչ են անելու 4 երկիր ես կոմ անհասկանալի է։ Ընդհանուր սենց է, հիմնական թիրախը իհարկե
սպասվում էր, որ դա ԱՄՆ-ն է եւ Իսրայելը, բայց Իրանը մի փոքր խաղի կանոնները փոխել է եւ թիրախավորել է բոլոր նրանց, ովքեր Աբրահամյան համաձայնագիր են ստորագրել եւ տարածաշրջանում հանդիսանում են ԱՄՆ-ի դաշնակից։ Բարեդես։ Ոնց եք։ Հիմա փաստորեն մենք ունենք այնպիսի մի իրավիճակ, որ Պարսից ծոցի երկրների թագավորությունները մասնավորապես իրենց փայ հարվածն են ստանում, իսկ իրանք այդքան հզոր հոբ չունեն, ինչքան Իսրայելը, որ դե Իսրայելը չունի, Իսրայելի հոբը իրականում է Տադամն է, որը որ ապահովում է Ամերիկայի կողմից, այսինքն այնտեղ պատերազմի սկզբից առաջ խոսում էին նրա մասին, որ Պակ 3 պատրիոտի խնդիրի բաղարդերների ծավալը, որ այս պահին Իսրայելում է, ու երկարաժամկետ պատերազմին բավարար չի, հեսա տեսնենք ինչ կլինի, Իրանը ոնց կարձագանքի, Իրանի իշխանությունը այդքան կայուն չի, ինչքան իրանք կուզենային, բայց միևնույն ժամանակ այն որ առաջի 4-5 ժամում դեռևս ղեկավարությունը նույնիսկ հունիսին իրանք առաջի օրը ամբողջությամբ կորել էր, ղեկավարություն չկար։ Հիմա կա, իսկ դա նշանակում է, որ սա ավելի ծանր է առաջ գնալու, հույս չունենաք, որ սա շուտ է ավարտվելու, սա արդեն էգզիստենցիալ պատերազմ է եւ ինձ համար ակնհայտ է, որ Տրամպը եւ Նետանյահուն քրեական հանցագործությունների համար պատասխանատվություն չկրելու համար են այս պատերազմը, առավել եւս որ Ամերիկայի սպասված դաշնակիցներից եւ ոչ մեկ չի մասնակցում, այսինքն ոչ մեկ, այդ թվում են Պարսից ծոցի երկրները, ում հարվածում են, իրանք էլ չեն մասնակցում։ Դեռևս այսքանը, չվախեք, լավա որ մեզ մոտ չի, բայց դե anyway, մեր սահմանների մոտ ինչ-որ մի քանի հատ բան եղել է, հարված եղել է Թևրիզում մասնավորապես, Թևրիզի արտադրամասերում, որտեղ որ հրթիռներ են արտադրում, հələ որ տեսնանք, ամեն դեպքում բոլոր կողմերը ասում են, որ այս խմորը դեռ շատ ջուր կուտի, սպասում ենք, կարևորը բանը, առանց ներվերի եւ չենք վախում։